Շոգեմեքենան մի սարք է, որը օգտագործում է ջրի գոլորշի աշխատանքային ուժ ստեղծելու համար։ Այն մշակվել է 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբում, երբ այն սկսեց կիրառվել արդյունաբերության մեջ ու փոխեց տեխնոլոգիական զարգացումները։ Շոգեմեքենան աշխատում է այսպես. ջուրը տաքացվում է վառարանում, իսկ այնուհետև վերածվում գոլորշու, որը բարձր ճնշմամբ ներշնչվում է մեքենայի մեջ։ Գոլորշու ճնշման արդյունքում շարժվում է մխոց կամ պտտվող մեխանիզմ, որը իր հերթին շարժում է մեքենայի անիվները կամ այլ մասեր։ Շոգեմեքենայի առաջին հիմնական բեկումնային մոդելը ստեղծվել է Ջեյմս Վաթի կողմից, ով կատարելագործեց նախորդ մոդելները։ Նրա ստեղծած շոգեմեքենան լայնորեն կիրառվեց արդյունաբերության տարբեր ոլորտներում՝ արտադրության, տրանսպորտի և հանքարդյունաբերության մեջ։ Շոգեմեքենաների կիրառումը նպաստեց արդյունաբերական հեղափոխությանը, քանի որ դրանք թույլ տվեցին մեծացնել արտադրական հզորությունները և վերափոխեցին մարդկանց կյանքը։ Ժամանակի ընթացքում շոգեմեքենաներ տեղադրվեցին ավելի զարգացած տեխնոլոգիաներով, ինչպես էլեկտրական շարժիչները կամ ներքին այրման շարժիչները, որոնք ավելի արդյունավետ և հեշտ օգտագործվող էին։